Ողջույն իմ շատ սիրելիներս, այսօր չպլանավորված վլոգ էի մալիքում, որովհետև չէի նախատեսել, որ վլոգ պետք է նկարեմ, ուղղակի հենց այնպես դուրս էի եկել քայլելու եւ պարզվում է, որ այսօր շքերթ է լինելու Ամերիկանայում։ Lunar New Year parade. Stick around for that if you are so inclined. We're going to be headed in this direction here, folks, towards the marquee, back over to the Allo store, past the Allo store, back over to the Undercover Fries. Once we reach that point, everyone will have to listen while you charge so we can recharge and make room for them. Ամեն տարի Ամերիկանայում նշվում է չինական նոր տարին, այս տարին էլ բացառություն չէր, հիմա մի փոքր հատված կտեղադրեմ շքերթից։ Շքերթի ընթացքում նաև կազմակերպված էր Paradise Dynasty կողմից նմանատիպ միջոցառում։ Երեխաները ուրախացան տեսնելով այս խինկալիներին, նման տիկնիկների, որոնց գլուխները խինկալի էր եւ այնուհետեւ իրենց ուտելիքներից էին ներկայացնում, նմուշներն էին տալիս մարդկանց։ Ես վերցրեցի վարունգով եւ սխտորի թանձրուկով, ահա սա, եւ մյուսն էլ խինկալին էր, որը որ կարմիր եւ սպիտակ գույնի էր, տեսքը բավականին գեղեցիկ էր, անկեղծ պետք է լինեմ, այդքան էլ չհավանեցի վարունգը եւ խինկալին, բայց ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա, կարող եք փորձել եւ տեսնել արդյոք դուք հավանում եք թե ոչ։ Այս պահին Sephora-ում եմ, այստեղ դրված է ալկոհոլը, մեյքափը հեռացնելու համար հատուկ հեղուկ, անձեռոցիկ, բամբակ եւ նաեւ սպունգներ, որպեսզի կարողանաք քսել այդտեղ դրված կրեմներից եւ օգտվել։ Անկեղծ ասած, երկար ժամանակ համանույում եմ գտնվում եւ սա առաջին անգամն է, որ ես Sephora-ում ինչ-որ փորձարկումներ եմ անում։ Առաջինը վերցրեցի Gucci-ի խոնավեցնողը, իսկ հետո փորձեցի Gucci-ի տոնային կրեմը։ Երկուսն էլ բավականին լավն էր եւ ահա ինչպես տեսնում եք, հիմա տոնային կրեմն եմ օգտագործում։ Ես ինքս բնավորությամբ այնպեսին եմ, երբ որ մեյքափի ինչ-որ մի պրոդուկտ շատ եմ հավանում, ես երկար տարիներ միայն օգտվում եմ դրանից։ Եվ դա է պատճառը, որ այստեղ երբեք չեմ գալիս եւ նման ձևով չեմ օգտվում այս պրոդուկտներից։ Ուղղակի ես իմը ունեմ եւ օգտագործում եմ երկար տարիներ, լինի օծանելիք եւ լինի մեյքափի։ Գիտեմ, որ հենց հստակ դա եմ առնելու եւ գալիս եմ ու վերցնում եւ չեմ փորձարկում։ Իսկ այս անգամ փորձարկեցի եւ կարելի է ասել հավանեցի։ Եվ եթե մյուս անգամ գնելու լինեմ, կգնեմ հենց այդ պրոդուկտը, որը որ հավանեցի։ Սիրելիներս, նաեւ ուզում եմ նշեմ, որ երբեք ֆիլտրներով չեմ նկարվում եւ ֆիլտրներով չեմ նկարահանում, այնպես որ այնպիսին եմ, ինչպիսին կամ։ Այս հատվածում Shark Cryo Glow ապրանքանիշն է, որը աչքերի տակի սառեցնող եւ LED հակատարիքային ու ակնեի դեմ դիմակն է, որը կլինիկորեն փորձարկված արդյունքներ է տալիս։ Ես ինքս չեմ փորձել, բայց եթե փորձել եք եւ արդյունքից գոհ եք, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք։ Հիմա առաջ շարժվենք, այստեղ ինչպես տեսնում եք, չինական նոր տարվա համար դեռ զարդարանքներ են գեղեցիկ եւ առաջ շարժվելով գնանք Barnes and Nobles գրքերի խանութը իմ ամենասիրելի խանութներից մեկն է, որ կարող եմ երկար ժամանակով մնալ այնտեղ, տարբեր գրքեր վերցնել, ուսումնասիրել եւ ընթացքում էլ անպայման մտնում եմ Starbucks, այնտեղից պատվիրում որևիցե մի բան։ Հիմա նախքան մտնելը, ահա, այստեղ
այստեղի 3-րդ հարկից գեղեցիկ տեսարան է բացվում։ Ամբողջ ամերիկանան շատ գեղեցիկ ձևով կարող եք վայելել եւ տեսնել, թե ինչ է կատարվում ներքևում։ Ինչպես տեսնում եք, այստեղ գրքերն են, իմ ամենասիրելի բաժինն է, որտեղ որ ուտելիքի հետ կապված, նաև առողջության հետ կապված գրքեր են ներկայացված, բոլորը տեսնում եք։ Սովորաբար տարբեր երկրների խոհանոցի մասին գրքեր նույնպես դրված են լինում, այս պահին շատ չնկատեցի, բայց ասեմ, որ առանց գլութենի սնվողների համար նույնպես այստեղ գրքեր կան եւ ովքեր որ հաց են թխում, նրանց համար նույնպես, նույնիսկ թթխմորով հաց թխողների համար ահա այսպիսի գրքեր կան։ Սիրելիներս, առաջ գնանք եւ ահա այստեղի Starbucks-ը տարբերվում է մյուս Starbucks-ներից, որովհետեւ այստեղ տեսականին բավականին ավելի շատ է, չգիտեմ ինչու է այդպես, բայց այստեղինը նույնիսկ խմորեղենները բավականին տարբերվում են իրենց տեսականիով։ Եթե այստեղից ինչ-որ խմորեղեն պետք է պատվիրեմ, միայն պատվիրում եմ banana bread-ը եւ pumpkin bread-ը, բայց այս անգամ մեկ ուրիշ մի բան կփորձեմ, երևի փորձեմ croissant-ներից, որովհետեւ բավականին ախորժելի տեսք ունեն եւ կասեմ արդյոք հավանեցի թե ոչ։ Ահա եւ croissant-ը կարելի է ասել բավականին համեղ էր եւ տաք վիճակով։ Սուրճը խմեցի, բայց իմ համար ամենալավը հայկական սուրճն է, ինչքան էլ Starbucks-ի ամենահամեղ սուրճը լինի, հայկական սուրճից այն կողմ իմ համար լավ սուրճ չկա։ Եվ հիմա եկել ենք իմ ամենասիրելի խանութներից մեկը։ Այս հատվածում դրված էր հաց թխելու համար ամեն գործիք, պարագաներ, բենետոններ եւ տարբեր խոհանոցային ապրանքներ, ինչպես տեսնում եք, ահա այստեղ հարիճներն են դրված եւ գներն էլ բավականին թանկ է։ Այս պահին ԱՄՆ-ում ամեն ինչ շատ թանկացած է, մեկնաբանություններում խնդրում եմ գրեք, տեսնեմ որ երկրից եք դիտում եւ արդյոք ձեր մոտ նույնպես ամեն բան թանկացել է, հատկապես ուտելիքը եւ նաեւ նմանատիպ ապրանքները բավականին գները բարձր են։ Այս հատվածում ինչպես տեսակ, զատկական սեղանին դրվող ապրանքներն են, որով կարող եք գեղեցիկ զարդարել, դեկորացիաներն են։ Այս պահին տարբեր խանութներում դրված են գեղեցիկ դեկորացիաներ, կարող եք նմանատիպ դեկորացիաները գտնել նաև մեկ այլ խանութում, որը որ ավելի մատչելի գներով է։ Իսկ այստեղ, ինչպես տեսնում եք, թավաներն են բավականին թանկ, նայեք գներին, ինչքան բարձր են այստեղ գները, անկեղծ ասած ես ինքս չեմ փորձել այս թավաներից, բայց ուզում էի նկարել եւ տեղադրել YouTube-յան ալիքում, որպեսզի դուք էլ տեսնեք։ Իսկ ինչ կասեք ռոբոտների մասին, որոնք որ առաքում են ուտելիք, բավականին հաճախ եմ տեսնում փողոցներում, որ ուտելիք առաքում է ռոբոտ մեքենաները, մեկնաբանություններում գրեք, արդյոք հեշտացվել է, թե ավելի վատացել։ Կարծում եմ շատ բաներ հեշտացվել են, բայց լիքը աշխատատեղեր կրճատվել են ռոբոտների պատճառով։ Սիրելիներս, այսօր այսքանն էր վլոգում, եթե հավանեցիք վլոգը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք եւ նաեւ բաժանորդագրվել ալիքին։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով։